Հայկական Կարիտաս Բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական խորհուրդը և Հայ կաթողիկե երիտասարդաց միությունը Ռիժկովի ճեմափողոցում համատեղ կազմակերպել էին նախահամանորի տոնավաճառ, որից ստացված հասույթը նպատակ ունեն տրամադրել սահմանափակ հնարավորություններ ունեցող շուրջ 30 երեխայի Սուրբ Ծննդյան միջոցառում կազմակերպելու և նվերներ ձեռք բերելու համար։ Վաճառքում ներկայացվել էին ձեռքի աշխատանքներ, որոնք հեղինակել են երկու կազմակերպությունների շահառուները։ Միջոցառումը ոգևորել էր ճեմափողոցի անցորդներին, ովքեր հետաքրքրությամբ ուսումնասիրում էին վաճառքի համբավիրերն ու գնումներ կատարում։ Միջոցառումը կոչել ենք ամանորյա տոնավաճառ, հիմնական նպատակը այն է, որ ուզում ենք հանգանակությունների ակնկալում ենք, որ տրամահավաք կլինի, ու այդ գումարը կօգտագործենք հաշմանդամ երեխաների ամանորյա միջոցառումը կազմակերպելու համար։ Բայց ամենահետաքրքիր պահը այն է, որ այստեղ ներկայացված բոլոր աշխատանքները տարբեր ծրագրերում ընդգրկված շահառուների ձեռքի աշխատանքն է։ Այստեղ կան նաև անապահով ընտանիքների երեխաների ձեռքերով պատրաստված բացիկներ, այստեղ կան տարեցների ձեռքերով գործված ինչ-որ գուլպաներ, ինչ-որ գլխակներ, այստեղ են նաև հաշմանդամ երեխաների կողմից պատրաստած աշխատանքներ։ Իրենք ուղղակի նվիրաբերել են այս ամեն ինչը, որովհետեւ մենք կարողանանք այսօր վաճառել։ Հայկական Կարիտասի ծրագրերից շահառուների երեխաների պատրաստած ձեռքի աշխատանքներ, ծերերի խնամքի կենտրոնի աշխատանքներն է, հաշմանդամ երեխաներ Արեգա կազմակերպության ձեռքի աշխատանքներ եւ փոքրիկ իշխան, ինչպես նաև Հայ կաթողիկե երիտասարդ միությունն է միացել մեզ եւ այս հասույթը տրամադրելու ենք հաշմանդամ երեխաներին ամանորյա ծրագիր կազմակերպելու համար։ Մենք շատ ոգևորված ենք եւ հուսով ենք, որ մեր տոնավաճառը կկայանա, որի հասույթով մենք հաշմանդամ երեխաներին կկարողանանք ինչ-որ ուրախություն պարգևել ամանորին։